Ադրբեջանցիները ավտոմեքենայով հանգիստ շրջում են Երևանով, Հանրապետության հրապարակում զբոսնում։ Մեկի ելույթը մյուսը տեսագրում է ու ամբողջ տեսանյութը տարածվում է համացանցում։ Նախորդիվ եղել են նման դեպքեր եւ տեսանյութեր, մենք ունեցել ենք դեպքեր, որտեղ օրինակ ադրբեջանցիները փաստացի այլ պետությունների ներկայացուցիչ լրագրողներ էին վարձել, օրինակ ռուսներ, որոնք նկարահանումներ էին արել Հայաստանում, հետո դա հայտնվել էր ադրբեջանական լրատվականում։ Այս վերջին դեպքերը, երբ Ռուբեն Վարդանյանի հետ կապված էին ֆիլմ նկարահանել, իսպանական ընկերություն էին վարձելու այդ նույն գործողությունները արել, ու հետո ապօրինաբար այդ տեսանյութերը տրամադրվում են ադրբեջանական հեռուստաընկերությանը։ Այսինքն եղել են նման դեպքեր, բայց հստակ որոշակի պարզաբանումներ տրվել են դրան։ Այսինքն ինձ համար օրինակ տարօրինակ է, որ քանի օր է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կամ այլ գերատեսչություններ որևէ պարզաբանում չեն տալիս ով է այս մարդը, ինչպես է հայտնվել Հայաստանում, որ երկրի քաղաքացի է։ Ադրբեջանցին Հայաստանը ներկայացնում է որպես պատմական ադրբեջանական հող եւ կոչ է անում ադրբեջանցիներին այցելել իրենց հայրենիք, նշելով, որ այստեղ շատ հանգիստ է եւ խաղաղ։ Կարող է Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցի, ես չգիտեմ, ես չունեմ այդ հնարավորությունները պարզելու, բայց ակնհայտ է, որ դա շատ ինտենսիվ տարածվում է ադրբեջանական համացանցում, իրենց մոտ մեծ էյֆորիա է առաջացրել, որ այդ մարդը հայտնվել է Երևանում ու նման կոչերով է հանդես գալիս եւ փաստ է, որ դա նաեւ հայկական հանրության վրա աստեցության գործիք է։ Ուստի այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարողները եւ անվտանգային խնդիրներով մտահոգվողները ճիշտ կանեն հենց այս իրավիճակներում հստակ գործողություններ ձեռնարկեն եւ նաեւ հանրությանը պարզաբանումներ տան։ Նույն ադրբեջանցին հանգիստ ու անխոչնդոտ հասնում է Գյումրի, հետո Ամասիայի գյուղեր, նորից շրջում Հայաստանի ինքնիշխան տարածքով, ադրբեջաներեն խոսում, իսկ մյուսը այդ ամենը տեսագրում է։ Տեսանյութը դարձյալ տարածում են համացանցում։ Սա Հայաստանի դեմ մղվող հոգեբանական պատերազմի կարևոր բաղադրիչ է, որովհետև իմ նշած նախորդ բոլոր դեպքերով այնպիսի տպավորություն է, որ իրենք որ պահի կարող են գալ, մտնել եւ այլն։ Ես օրինակ ունեմ համոզմունք, որ իհարկե նա Ադրբեջանի քաղաքացիությամբ չի հատել սահմանը, ես գրեթե վստահ եմ դրանում։ Գուցե ունի այլ երկրի քաղաքացիություն, որով եկել է Հայաստան, բայց ամեն դեպքում հասկանալի չէ դրա հետ կապված լռությունը եւ բացատրությունների բացակայությունը։ Դեռ հույս ունեմ, որ այդ բացատրությունները կլինեն, որովհետեւ դա նաեւ հանրությանը պաշտպանելու, այդ հոգեբանական, տեղեկատվական գրոհներից պաշտպանելու կարևոր բաղադրիչ է։ Մարդիկ արդարացիորեն հարցնում են. ադրբեջանցի ներկայացող ու ադրբեջաներեն խոսող այս մարդը ինչպես է հասել Հայաստան։ Եթե անգամ այլ երկրի քաղաքացի է, այլ երկրի անձնագիր ունի, մեր երկրում, մեր քթի տակ, Հայաստանը ադրբեջանական պատմական հող ու հայրենիք հայտարարելու համար չպետք է գրավեր Հայաստանի իրավապահների, ԱԱԾ-ի ուշադրությունը։ Այդ կառույցներից պարզաբանումներ չպետք է լինեին։ Խորին համոզվում դա հոգեբանական պատերազմի նպատակ ունի, հատկապես հայկական հանրության վրա հաստելու, բայց որ այդ քարոզչությունը գնում է պետական մակարդակով Ադրբեջանի Հայաստանը տարածքը ներկայացնել որպես հին ադրբեջանական հող, ես բազմաթիվ փաստերով ցույց եմ տվել այդ տեսանյութը չի, որ դա պետք է ապացուցի, դա Ադրբեջանի ղեկավարի կողմից հստակ տրված բան է, հրահանգ է, որը գործածության մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 24-ից, 2 ամիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախ ճանաչեց Ադրբեջանի մաս, ու ինտենսիվ այդ քաղաքականությունը շարունակվում է արդեն գրեթե 3.5 տարի, ու հայկական կողմը պետությունը որպես այդպեսին իրական ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ վտանգավոր միտումները կանխելու, չեզոքացնելու, ընդհակառակը դեռ մի բան էլ դրանք Ադրբեջանի գլխին գլխացավանք դարձնելու համար։ Խաղաղության օրակարգը միայն Հայաստանում ու Հայաստանին է պարտադրվում։ Մի պահ պատկերացրեք, այլ երկրի քաղաքացի հայը մտնում է Ադրբեջանի տարածք, շրջում Բաքվում, ադրբեջանցիների ներկայությամբ հայերեն խոսում, տեսագրվում ու տեսանյութը տարածում համացանցում։ Որևէ մեկը չի կարող ասել, որ նման բան հնարավոր է։ Իսկ ինչու են ադրբեջանցիների անխոչնդոտ ու անվրդով այցերը, զբոսանքները, ելույթները Հայաստանում հնարավոր ու սովորական դառնում։ Հարցի պատասխանը կգտնեք Հայաստանի իշխանությունների ադրբեջանահաճո ու ադրբեջանասեր վարքագծում։